Արարատ քաղաքում նոյեմբերի 12-ը տոնական էր։ Մշակույթի եւ արվեստի կենտրոնում հանդիսավոր կերպով դիմավորեցին այն անձանց, ովքեր տարվա ընթացքում իրենց աշխատանքային ոլորտում ճանաչվել էին լավագույնը։ Արարատի համայնքապետարանի եւ մշակույթի կենտրոնի աջակցությամբ կայացավ Նռնենի 2025 մրցանակաբաշխությունը, որի նախաձեռնողը Լևոն Մելքոնյանն է, դեռ տարիներ առաջ ձևավորած գաղափարով։ Ի սկզբանե ուզում էինք ոսկեաշուն կոչենք, բայց ասենք ոսկեաշուն արդեն մի քիչ հին էտապ է։ Որոշեցինք Նռնենի կոչել, մեր Նռնենին տարեց տարի ամեն տարի կազմակերպենք։ Մրցանակակիրները ընտրվել էին նախապես իրենց աշխատավայրերի տնօրինության կողմից։ Մասնակիցների մենք նախորոք հայտեր ուղարկում ենք, եթե դպրոցներ ունենք 5 դպրոց, 2 քոլեջ, նախորոք հայտեր ուղարկում ենք, իրանց ժամանակ ենք տրամադրում 10 օրվա ընթացքում ընտրեն իրենց ոլորտի լավագույն տարվա մանկավարժին, դայակին, դաստիարակին մանկապարտեզներում, հետո իրանք տեղյակ են պահում, մենք գնում ենք հայտերը բերում ենք, արդեն անունազգանուն է լրացված, 2 օր հետո գնում ենք արդեն նկարահանումների, ով ներկայացված է։ Լուսանկարում ենք, որ հետո արդեն էկրանի վրա ներկայացնենք տարվա լավագույն մանկավարժ, անունազգանուն իր լուսանկարներ ու հրավիրենք բեմ մրցանակը հանձնել։ Ընդհանուր թվով 36 աշխատակից արժանացավ մրցանակի պատվոգրի։ Այսօր դեմ արդեմ կհանդիպենք մեր քաղաքի այն շնորհալի մարդկանց, ովքեր իրենց կյանքի լավագույն տարիները ներդրել են իրենց սիրած աշխատանքում։ Այս միջոցառումը շատ պատասխանատու միջոցառում է ինձ համար, մենք նախապատրաստվել ենք սրան նույնիսկ մեկ ամիս առաջ ենք պատրաստվել, որտեղ շատ կարևոր միջոցառում է, շատ լարված ենք եղել։ Ունեցել ենք բազում միջոցառումներ, բայց Նռնենին առանձնահատուկ փայլ ա տվել մեր մշակույթի տանը, քանի որ գնահատվում են մեր համայնքի թե մանկավարժները, թե բժիշկները, թե համայնքապետարանի աշխատողը, թե մշակույթի աշխատողը, բոլոր ոլորտի աշխատողները գնահատված մեր մոտից դուրս են գալիս։ Շատ գովելի է ու նաև ես ինքը շատ կցանկանամ, որ մեր արտաշատում էլ լինի, անցկացնեն այդպիսի միջոցառումներ։ թվական Նռնենի 2025 մրցանակաբաշխություն։ Բարի երեկո, բարեկամներ, ես ջեր բոլոր ողջունում եմ բոլորին և ուզում եմ լսել ձեր բոլորի բարձր ծափոճները։ Մենք այս պահի ներկա ենք Արարատ քաղաքի մշակույթի եւ արվեստի կենտրոնում ամենամյա Նռնենի մրցանակաբաշխությանը, անկեղծ ասած առաջին մրցանակաբաշխությունը, որ համայնքապետարանի եւ մշակույթի տան աջակցությամբ, կենտրոնի աջակցությամբ կազմակերպվեց 2022 թվականին եւ հանդիսատեսի կողմից եւ հանրության կողմից մեծ ընդունելության արժանացավ եւ մենք որոշեցինք այն դարձնել ավանդական եւ ամենամյա, թերևս 2 տարվա դադարից հետո որոշեցինք այնուամենայնիվ վերականգնել այդ բարեավանդույթը եւ ինչպես տեսնում եք այս տարի այսօր նոյեմբերի 12-ին մեր այս տարվա մրցանակաբաշխությունն է, որի ընթացքում տարբեր ոլորտներ ներկայացնող լավագույնները թող 36 կարժանանան իրենց մրցանակներին։ Միջոցառման նպատակը աշխատասեր արարատցիներին ոգևորելն էր, նրանց ցույց տալու, որ իրենց աշխատանքը գնահատված է եւ կարեւոր քաղաքի համար։ Ես շատ տեղեր եմ աշխատել, շատ ղեկավարների հետ եմ աշխատել, բայց ասենք որ այսքան ջերմություն ասենք մեր կոմունալում ուրիշը։ Շնորհակալ եմ ղեկավար կազմին, որ ներկայացրել է ինձ, սա միայն իմ մրցանակը չէ, սա իմ ամբողջ անձնակազմի մրցանակն է։ Ճիշտն ասած անակնկալ էր, շատ հուզվեցի, չէի պատկերացնում, առաջի անգամ չի, որ Նռնենի ենք անցկացնում մրցանակաբաշխություն, անընդհատ լինում է, սա էլ է ավանդական դարձել Արարատ քաղաքի մշակույթի կենտրոնի համար, բայց որ ընտրել էին ինձ, այդ անակնկալ էր, վերջին օրը նոր իմացա, երևի զգուշացրեցին, որ շատ հուզվեցի եւ շատ ուրախացա, որ գնահատվել է։ Գնահատված լինելը դա շատ կարևոր է։ Իրենք իսկապես արժանի էին դրան,
եւ ուզում եմ մաղթել նորանոր հաջողություններ։ Ամեն ինչ շատ գեղեցիկ է, շնորհակալություն կազմակերպիչներին եւ ղեկավարներին։ Որոշել եմ դառնալ լավ մասնագետ, որ ապագայում ես էլ մրցանակ ստանամ։ Նռնենի մրցանակաբաշխությունը, որը տարիների ընթացքում դարձել է գեղեցիկ ավանդույթ, ժամանակավոր դադար էր վերցրել երկրում տիրող իրավիճակի պատճառով։ Վերջին անգամ այն անցկացվել էր 2022 թվականին։ Սակայն լայն արձագանքն ու հասարակության սերն այս նախաձեռնության հանդեպ դարձան պատճառ, որպեսզի այն վերականգնվի նոր ուժով եւ նոր ոգով։ Արևիկ Խաչատրյան, Աշոտ Մանուկյան, Արարատ հեռուստաընկերություն։